Մեր ձևով ընդհանրապես ներեցեք, բայց մեր ձևովը շատերը ասում են մեր ձևովն է։ Չէր դառնա մեր ձևով, եթե պահանջված չլիներ Քոչարյանի ճանապարհը հարթելու համար։ Նա հենց այդ նպատակի իրականացման համար է պահանջված եղել եւ նա պարզապես չէր կարող չմխրճվել այս իրավիճակի մեջ, հասկանում եք, մարդ, որը երբեք չի թաքցրել, որ չի ցանկանում զբաղվել հրապարակային քաղաքականությամբ, հանկարծ գալիս է եւ մխրճվում է այս խառը իրավիճակում։ Ինչու՞։ Եթե պատճառը այն էր, որ մտահոգ էր եկեղեցու ճակատագրով, ապա տրամաբանական կլիներ, որպեսզի իր կուսակցությունը հենց լինել քրիստոնեական ուղղվածության կուսակցություն, գաղափարական հենքի վրա։ Այդքան խելք չունեցան իր բազմաթիվ խորհրդականները, որոնք մեծ վարձատրություններ են ստանում եւ նաեւ տարբեր երկրներից է հրավիրել, էլ Ամստերդամ, էլ ես ինչ գիտեմ ով, դրանց մեջ կան նաեւ էքսպերտներ, իբր հա, մարդիկ լավ էքսպերտներ են գուցե, բայց տեղական սպეციფիկան հաշվի առնել ի վիճակի չեն։ Մարդը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, իր քաղաքական հայտի հիմնավորումը ներկայացնում է որպես եկեղեցու ճակատագրի համար մտահոգություն, եկեղեցու հայ առաքելական սուրբ եկեղեցուն նեցուկ լինելու մտադրություն, սակայն դրանից հետո անվանակոչում է հզոր Հայաստան եւ ապա գաղափարական հզոր Հայաստան, տեսեք ինչ հետաքրքիր բան է, հարգելի Գայան է, ինչ հետաքրքիր իրավիճակ է, այսքան Հայաստան, մինչև հիմա անընդհատ ասում էր Տաշիր, հիմա ասում է Հայաստան, այն մյուսը էլի Հայաստան, բոլորը Հայաստան, ինչու, որտև այդ մարդիկ բարդույթավորված են, մինչև հիմա Հայաստանի մասին չեն մտածել, սկի, ասում էին, ուրեմն, չկա Հայաստան առանց Արցախի, չէին ասում, չկա Արցախ առանց Հայաստանի, բայց տեսնում եք, Հայաստանը շարունակում է լինել, լավ վատ, բայց գոյատևումը, Արցախ չկա, եւ հիմա այս մարդիկ բոլորը կարծես ուզում են իրենց համար ալիբի ստեղծեն, որ իրանք Հայաստանի համար մտահոգ են, մինչև հիմա ինչ էր իրենց խանգարում, գոնե մի գործարան բացել, մի գործարան աշխատացնել, հասկանում եք, աբսուրդ է այս ընտրարշավը, աբսուրդի է վերածվում, ինչով, ես երբ որ կուսակցական կառույցների կազմավորման հանձնաժողովի նախագահ որպես շրջում էի Հայաստանով մեկ Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ եւ կուսակցական կառույցներ էի ստեղծում, ես տեսել եմ այդ ավերած գործարանները, այդ ավերած գործարանները ում օրոք են ավերվել, Հրանտ Բագրատյանի, վաուչերային սեփականաշնորհման կնքահայրը ով է, երբ որ Հմայակ Հովհաննիսյանին պսակը տարավ դրեց ընդեղ ազգային ժողովի կենտրոնում, ինչի տարավ, մարդիկ հիշում են, որ պսակը տարավ, բայց չեն հիշում պատճառը որն է, պատճառը այն էր, որ թալանվել էին մարդկանց խնայողական ավանդները, հասկանում եք, մարդկանց խնայողական ավանդները, այդ խնայողական ավանդների չափով, մեկ շնչին ընկնող չափով, Հայաստանը առաջ տեղում էր խորհրդային միությունում, ամենահարուստը մեր այդ խնայողական ավանդների առումով մեր հայերն էին, մեր քաղաքացիներն էին, որովհետև հայերը խնայող են էլի, գաղթ տեսած ժողովուրդ է, հետ գցող են հայերը, այդ հետ գցած բաները թալանել եք, հիմա եկել եք ասում եք, պիտի դառնանք վարչապետ, այն մյուսին էլ չենք զիջելու, չէ, ես եմ վարչապետը, ես եմ այր, եւ Նիկոլ Փաշինյանը որպես շատ խորամանկ եւ ինչ խոսք, խելամիտ, այդ հարցերում թրծված, ինձ պակաս չի թրծված, ներքին քաղաքական պայքարի հարցերում, քաղաքական մրցակցության, դիմակայությունների,
ինչու ոչ նաև ինտրիգների, իսկ քաղաքականությունը ավաղ առանց ինտրիգներ չի լինում։ Ինտրիգները քաղաքականության, որտեղ մարդիկ են գործում, ուրեմն բաղկացուցիչ մասն են։ Եվ պատկերացրեք, որ ինքը հասկանում էր, որ անհրաժեշտ է սրանց համար file start ստեղծել։ Ներքաշել սրանց ժամանակից շուտ։ Ներքաշել սրանց այդ ուրեմն վարչապետերի քաստինգի մեջ, վարչապետացուների քաստինգի։ Այսինքն այն որ ուրեմն էժանագին ուրեմն գեղեցկության մրցույթներ են լինում, որ կանայք սկսում են ցուցադրել իրենց բարեմասնությունները։ Այս քաղաքական գործիչ կոչեցյալները, վարչապետացուները նմանվեցին այդ ուրեմն էժանաբարո Բայց ինչու եք բոլորին Ես իրանք ներքաշվեցին, չէ, ես ասեմ, ես օբյեկտիվ եմ ասում, մարդիկ իրանք լսեք ընտրությունները մարդիկ մասնակցում են ընտրություններին կես տարի առաջ նա որ նախ ընտրությունները ազգային ժողովի ընտրությունն է, խորհրդարանի ընտրությունն է, ուսանողը, ես որ ուսանող էի Մոսկվայի պետական համալսարանում, եւ ասեմ գերազանցիկ, մի հատ բոլորը գերազանց։ Ուրեմն ես միշտ մտածում էի սկզբից զաչոտները հանձնեմ, հետո այսինքն երբ որ դու չես հանձնել զաչոտը, դու չես մտել ազգային ժողով, ստուգարքը չես հանձնել, դու չես մտել ազգային ժողով, ու հայտնի չի, դու կմտնես կհաղթահարես այդ 5%-անոց շեմը։ Դու արդեն ասում ես վարչապետ, իսկ որն է այսօր ստուգարքը։ Եվ իմաստը որն է ստուգարքը, որը թույլ տա, որ դու համարես, որ դու մասնակցելու ես ընտրություններին։ Այդ ստուգարքի փուլը որն է, ինչու՞ն է։ Ստուգարքի փուլը դա քարոզարշավն է, այն 2 ամիսը, հիմա սրանք բոլորը օրենքը խախտում են, որովհետև մեծ հաշվով ընտրարշավը չի սկսվել։ Իսկ իրանց ներքաշեց դրա այդ մրցակցության մեջ իշխանությունը հենց իր ադմինիստրատիվ լծակներով, մամուլի միջոցներով, այսինքն ժամանակից շուտ գցելով, ինչու դա արեց իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը ինչու դա արեց, սրանց գցեց այս ծուղակը, որպեսզի 2 նպատակ էր հետապնդում, 2 Նպատակ 1 սրանց միջև ակլորակրվեր ստեղծել, կրվածնել, նախորյակին կրվածնել, որպեսզի արդեն իրանք հասնեն ընտրարշավի X պահին, երբ որ ընտրարշավը պետք է քարոզարշավը, ընտրարշավը պետք է սկսվի, արդեն կրված, արդեն պառակտված, արդեն մեկը մեկին վիրավորած իրանց այդ որ չմիավորվեն, իրանց այդ կեղծ հարցումներով, որտեղ ամեն մեկը պատվիրում էր ուրեմն ինչ որ հարցումներ, այդ պսևդո հարցումները, որոնք սոցիոլոգիայի հետ ընդհանրապես կապ չունեն, ընդհանրապես սոցիոլոգիան գիտություն է, մեր ընկերոջը հարցրեք Գևորգ Պողոսյանին, սոցիոլոգների ասոցիացիայի իմ կոլեգան, սոցիոլոգների ասոցիացիայի նախագահան, Գևորգ Պողոսյանը կբացատրի, թե ինչ բան է սոցիոլոգիան, այս խայտարակություն է ուղղակի, այսինքն դա գիտություն է, հասկանում եք, դա ոչ կոֆեի վրա նայել է, ոչ էլ ինչ-որ հարցումներ, հեռախոսային, ես ինչ գիտեմ, ուրեմն հարևանի կնիկը ես ասեց, են մյուս հարևանի կնիկը մի ուրիշ բան ասեց, սա հո էս չի սոցիոլոգիական հետազոտությունը, և այդ բաները, որ տպում էին, ամեն մեկը պատվիրում էր, սա արդեն իսկ այնքան թունավորելու միջկուսակցական հարաբերությունները, որ սրանք բուն իրանց նպատակին հասնելու համար չեն կարողանալու միավորվել, այստեղ էլ եմ ասում, պատահական չի, որ այդ խնդիրը դրված է այդ խնդրի շրջանակներում Մայակ Հովհաննիսյանին պետք է քաշ տալ քնչական և գործ հարուցել, հասկանում եք, որտեղ այդ միավորումից իսկապես իշխանությունները ուրեմն սարսափում են, և ինչպես սարսափում էր Սերժ Սարգսյանը, որ ինձնից մանդատը խլեց 12 թվականին միասնական շտաբ ստեղծելու համար, այնպես էլ սարսափում են այսօրվա իշխանությունները, հասկանալի է, որովհետև իշխանությունը պահելու հարց է, իսկ մի իրավիճակում, երբ չեմ ասում ստեղծել բլոկ, միասնական գործել, հասկանում եք, միասնական շտաբը դա ընդհանուր ցուցակ չէր,
Միասնական շտաբը միասնական գործողություններ էին ընտրությունների օրինականությունը ապահովելու նպատակով, որպեսզի խուսափել վարչական ռեսուրսի չարաշահումներից, ինչը չափազանց կարևոր է, ոչ թե միասնական ցուցակ, անլուծելի խնդիրներ պետք չի դնել, հասկանում եք, խնդիրները, որ դնում ես, պետք է լինեն լուծելի, համագործակցություն, որպեսզի համաձայնեցված քայլեր լինեն, որպեսզի համագործակցություն լինի ապահովելու համար ընտրությունների օրինականությունը վերահսկելու համար համատեղ, ինչու, որովհետև առանձին ոչ մի կուսակցություն չի կարող մրցել իշխանության հետ իր ռեսուրսների առումով, իսկ շատ քչերը կարող են ամեն տեղ ունենալ վստահված անձեր, հասկանում եք, նույնիսկ դա, իսկ բացի վստահված անձեր ունենալուց հազար ու մի այլ խնդիրներ կան, մասնավորապես ուրեմն Վարդան Ղուկասյանը դոգը առաջարկում էր, որպեսզի այդ շտաբի պետերը, նրանք ովքեր լիազորված են ընտրություններով զբաղվելու տարբեր թիմերից, արդեն այսօր համագործակցեն, բայց էլի նորից այդ առաջարկությունն էլ էր այդ ընդհանուր խլրտոցի շրջանակներում, որի մեջ իշխանությունները ներքաշեցին գիտակցաբար, ներքաշեցին քաղաքական ուժերին, որպեսզի այդ խլրտոցի միջոցով նրանք մոռանան հիմնական հարցը, այն հարցը, որ պետք է ձևավորվի ազգային ժողով, որ խորհրդարանական մեծամասնություն պետք է ձևավորվի, եւ նա ով կկարողանա այդ խորհրդարանական մեծամասնությունը ձևավորել ընտրությունների արդյունքներով, ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով, նա էլ կնշանակի վարչապետ,